Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք հուլիսի 14-ին կայանալիք նորալուսնի մասին եւ բնականաբար հոլովակի վերջում կներկայացնեմ նաեւ յուրաքանչյուր նշանի համար այս նորալուսինը ինչ հնարավորություններ է բացում նրա կյանքում, այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ հոլովակը դիտել մինչև վերջ, որպեսզի հասկանանք, թե այս նորալուսինը ինչ ազդեցություն է թողնելու մեր կյանքի վրա եւ առհասարակ ինչպիսի ասպեկտացիաներով է այն ուղեկցվում։ Սիրելիներս, այս նորալուսինը տեղի է ունենալու հուլիսի 14-ին Խեցգետնի 21 աստիճանում եւ մենք բոլորս գիտենք, որ խեցգետինները համարվում են լուսնի զավակները, նրանք սնվում են լուսնի էներգիայով եւ կարելի է համարել, որ այս նորալուսինը տարվա ամենաուժեղ նորալուսիններից մեկն է։ Հայաստանի ժամանակով նորալուսինը տեղի կունենա 12:45 րոպեին, սա նշում եմ այն փաստի համար, որ շատ հաճախ եք ինձ հարցնում, թե Հայաստանում այդ լիալուսինը կամ այդ ասպեկտացիան որ ժամին, որ րոպեին են տեղի ունենում, այդ իսկ պատճառով մի փոքրիկ լրացուցիչ տեղեկություն ձեզ համար Հայաստանի ժամանակի համար, ուրեմն այս նորալուսինը, սիրելիներս, ուրեմն վերջինն է արևի խավարումից առաջ, որովհետև հաջորդը արդեն օգոստոսի 12-ին ունենալու ենք արդեն արևի խավարում եւ քանի որ բոլորս էլ գիտենք, որ խավարումը մեկ օրվա, մեկ ամսվա ազդեցություն չէ, այն մի քանի ամիս շարունակ ազդում է մեր կյանքի վրա, նշանակում է սկսած այս նորալուսնից մենք պետք է ուշադիր լինենք, որովհետև մեր կյանքում որոշակի ոլորտներում ինչ որ իրավիճակներ են փոփոխվելու։ Դե ինչ նախ առաջին հերթին վերլուծենք, թե ինչ ասպեկտացիաների ներքո է տեղի ունենում այս նորալուսինը։ Սիրելիներս, այս նորալուսնի ժամանակ մենք մի քանի ուժեղագույն ասպեկտացիաներ ենք ունենալու, որոնք էլ հենց այս նորալուսինը դարձնում են տարվա ուժեղ նորալուսիններից մեկը եւ կարելի ասել ստեղծում են լարվածություն եւ նաեւ բացում են մեծ հնարավորություններ։ Առաջին հերթին խոսելու եմ Վեներայի եւ Ուրանի քառանկյան մասին։ Մենք գիտենք, որ քառանկյունները սա 90 աստիճանի ասպեկտացիաներ են, որոնք լարվածություն են ստեղծում։ Ընդհանրապես Վեներայի եւ Ուրանի քառանկյունները տարվա ընթացքում մոտավորապես 3-ից 4 անգամ կարող են կրկնվել, սա պայմանավորված է նրանով, որ Վեներան լինելով անձնական մոլորակ, այն բավականին արագ է կատարում իր աստղաբանական պտույտը եւ նշանակում է այս ասպեկտացիան այնքան էլ երկար ուրեմն չի ազդի մեր կյանքի վրա, սակայն այսօրը մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ կարող ենք ունենալ ֆինանսական իմպուլսիվ որոշումներ, որը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների, այսինքն մենք կարող ենք ենթադրենք ակնթարթային ինչ-որ որոշում կայացնել, որ այսինչ բանը ցանկանում ենք ունենալ, ցանկանում ենք գնել, գնին չնայելով, մենք կարող ենք այստեղ ուրեմն ունենալ ինչ-որ անիմաստ գնում, որի համար հետո կարող ենք փոշմանել։ Նաև այս ասպեկտացիան դրդում է նրան, որ մենք ունենանք ակնթարթային սիրահարվածություններ մեզ ոչ համարժեք մարդկանց, այսինքն եթե ուրիշ լույսի ներքո այս մարդկանց մենք չենք նկատի, այժմ Վեներայի Ուրանի լարվածության մթնոլորտում մենք կարող ենք ուրիշի խենթությունները կամ ոչ ադեկվատ վիճակը գնահատել շատ ուրեմն դրական եւ սիրահարվել նրան։ Նաև այս ասպեկտացիան մեզ կարող է դրդել նորամուծություններ կատարել մեր արտաքին տեսքի հետ կապված, հագուստի կամ ասենք օրինակ մազերի հետ կապված։ Երկրորդ կարևոր ասպեկտացիան, որի մասին ուզում եմ խոսել, բնականաբար սա նույնպես լարված ասպեկտացիա է, Յուպիտերի եւ Պլուտոնի միջև է տեղի ունենում։ Սիրելիներս, այս ասպեկտացիան հիմնականում ազդում է իշխանություն ունեցող մարդկանց վրա, որովհետև այստեղ բարձր մոլորակներ են ներառված, սակայն մեզ հասարակ մահկանացուներից համար նույնպես այն կարող է մի փոքր տհաճություն պատճառել կապված նրա հետ, օրինակ, որ մենք կգերագնահատենք մեր ուժերը եւ արդյունքում կարող ենք կորցնել կամ ֆինանսներ կամ օրինակ հարազատ մարդկանց հարգանքը մեր հանդեպ։ Այստեղ նաև կարող ենք ունենալ ցանկություն ունենալ ամեն ինչ եւ այս պահին,
կամ հնարավոր է նաև փոքրիկ խնդիրներ ունենանք մեր ղեկավարության հետ։ Եվ երրորդ ասպեկտացիան այս նորալուսնի ժամանակ լինելու է Պլուտոնի եւ Ուրանի միջև երկու այս հզոր մոլորակների միջև, սա հոյակապ ասպեկտացիա է, որը ավելի ճշգրիտ կդառնա հուլիսի 18-ին, սակայն արդեն իսկ այն ձևավորվում է երկնքում հուլիսի 14-ին արդեն շատ մոտ կլինի իր ճշգրիտ կետին եւ մենք կունենանք ուրեմն շատ ուժեղ հնարավորություններ եւ նոր բիզնես սկսելու եւ մասնագիտական մեր ուղղվածությունը ամբողջությամբ փոխելու եւ մեր կյանքում աշխատանքում ինչ որ նորարարական տեխնոլոգիաներ մտցնելու, նաև այս ասպեկտացիան մեզ տալիս է հնարավորություն ազատվել տոքսիկ կապերից, բացասական մարդկանցից կամ իրավիճակներից, ինչպես նաև մենք կարող ենք այստեղ ունենալ այնպիսի հոտառություն, որ կարողանանք ուրիշների գործողությունները ռեալ գնահատենք, կարողանանք հեռուն նայենք մեր հաջորդող գործողությունները ճշգրիտ հաշվարկելու համար։ Սիրելիներս, սա նորալուսնին ուղեկցող ասպեկտացիաներն էին, այժմ ես ցանկանում եմ ներկայացնել, թե որ նշանների համար այս նորալուսինը ինչպիսի հնարավորություններ է բերում, չէ որ նորալուսին նշանակում է նորություններ, նոր մարդիկ, նոր հնարավորություններ, ինչու չէ նաև նոր խնդիրներ, և իհարկե առաջին նշանը մեր շատ սիրելի խոյերն են, որոնց համար այս նորալուսինը տեղի կունենա 4-րդ ոլորտում, նշանակում է հուլիսի 14-ից հետո նորություններ են սպասվում ձեր տանը, միգուցե տան վերանորոգում կսկսվի, միգուցե նոր անշարժ գույք կգնեք, միգուցե նոր մարդիկ կգան ձեր տուն, հյուրեր կունենաք, կամ այստեղ ինչ-որ ձևափոխություններ կկատարեք ձեր բնակության վայրի հետ կապված։ Ցուլերի մոտ այս նորալուսինը տեղի է ունենում 3-րդ ոլորտում, սիրելի ցուլեր, ուրեմն տեսեք, քանի որ Ուրանի մասնակցությունն է այստեղ անմիջական այս նորալուսնի ժամանակ, նշանակում է այստեղ նորություններ կարող են լինել ավտոմեքենայի հետ կապված, հատկապես եթե այն վերաբերում է ֆինանսական ինչ-որ կարգավիճակի, վաճառում եք կամ գնում եք ձեր ավտոմեքենան, ինչպես նաև հնարավոր է, որ օրինակ ձեր եղբոր կամ քրոջ հետ կապված ինչ-որ նորություններ լինեն ձեր կյանքում, շատ ցուլերի մոտ հնարավոր է փաստաթղթային հարցեր բացվեն։ Երկվորյակների մոտ սա երկրորդ ֆինանսական դաշտն է, սիրելի երկվորյակներ, Ուրանը ձեր առաջին ոլորտում է և ձեզ դրդում է անընդհատ աշխատել, մտածել նոր տեխնոլոգիաների մասին, ինչպես կարելի է գումար աշխատել, ինչպես կարելի է ավելի բարեկեցիկ ապրել, և այս նորալուսնից հետո ձեզ մոտ դա արդեն արդյունք է տալու, որովհետև ձեր գրպանները լցվելու են։ Խեցգետինների մոտ սա առաջին ոլորտն է, սիրելի խեցգետիններ, առաջին ոլորտը սա ամենակարևոր ոլորտն է, այսինքն սա այն ամենն է, ինչը մեզ այս պահին շատ կարևոր է, շատ հուզում է, միգուցե սա ձեր առողջությունն է, նրա հետ կապված նորություններ կարող եք ունենալ, միգուցե սա ձեր անձնական հարթակն է, հնարավոր է, որ ձեր անձնական կյանքում նորություններ լինեն, նոր հնարավորություններ ստեղծվեն, միգուցե սա ֆինանսական ինչ-որ հարց է, որը կարող է այլ տարբերակով ավելի հաջող լուծվել ձեզ համար։ Առյուծների մոտ սա 12-րդ ոլորտն է, սիրելի առյուծներ, դուք պարզապես պատրաստվում եք, որովհետև հոգեբանորեն այս նորալուսնից սկսած դուք պետք է պատրաստ լինեք և ֆիզիկապես և հոգեբանորեն արևի խավարմանը, որը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին, և առյուծների մոտ ինչ-որ գաղտնի շրջան է սկսվում, միգուցե վախեր, հույզեր, գաղտնի սիրային կապեր, ինչ-որ բաներ, որոնք արդեն արևի խավարման ժամանակ ի ցույց կդնեն իրենց իսկական դեմքը։ Կույսերի մոտ, իհարկե, այս նորալուսինը տեղի է ունենում 11-րդ ոլորտում, սիրելի կույսեր, նոր ընկերներ են հայտնվելու ձեր շրջապատում, նոր կոլեկտիվ եք մուտք գործելու, միգուցե օնլայն հարթակում նոր բիզնես եք սկսելու, իսկ եթե ոչ, ապա հնարավոր է ակտիվանան շփումները ինտերնետ տարածքում։ Կշեռքների մոտ,
Սա 10-րդ ոլորտն է, սիրելի կշերքներ, սկսած հուլիսի 14-ից մտածեք ձեր անուն հեղինակության մասին, կարիերա ստեղծելու մասին, միգուցե պաշտոնի բարձրացում կլինի, միգուցե երեխայի ծնունդ կլինի, միգուցե ամուսնության առաջարկ կլինի շատ կշերքների կյանքում։ Կարիճների մոտ սա 9-րդ ոլորտն է, սիրելի կարիճներ, հնարավորություններ են ստեղծվում հուլիսի 14-ից հետո ճամփորդելու օտար երկրներ, ծանոթանալու օտար երկրացիների հետ, օտար մշակույթի հետ, աշխատելու օտար միջազգային կազմակերպություններում, սովորելու օտար լեզու կամ ինչ-որ դատական գործընթացների մասնակցելու։ Նաև շատ կարիճների համար կարևոր է դառնում ուսումնական գործընթացը։ Աղեղնավորների մոտ սա 8-րդ ֆինանսական դաշտն է, սիրելի աղեղնավորներ, հնարավորություններ են բացվում կատարելու ֆինանսական մեծ գործողություններ, բանկեր դիմելու, հիպոթեք ձևակերպելու կամ միգուցե ժառանգության ինչ-որ խնդիրը հարթելու համար։ Այծեղջյուրների մոտ սա շատ կարևոր 7-րդ ոլորտն է, սիրելի այծեղջյուրներ, երբ նորալուսինը 7-րդ ոլորտում է, նշանակում է ձեր շրջապատում նոր մարդիկ են հայտնվելու, եթե դուք միայնակ եք, ապա շատ ուշադիր եղեք, որովհետև այդ նոր մարդկանցից մեկը կարող է դառնալ հետագայում ձեր կողակիցը, նաև այս նորալուսնից հետո կունենաք շատ հավատարիմ հաճախորդներ։ Ջրհոսների մոտ այս նորալուսինը 6-րդ ոլորտի հարցերն է բերում։ 6-րդ ոլորտը աշխատանքային պարտականություններն են, աշխատանքային գրաֆիկն է, ինչ-որ մեկի հետ կապված խնամքն է։ Հնարավոր է շատ ջրհոսներ որոշեն կենդանի պահել, փոխել իրենց աշխատավայրը, միգուցե այլ աշխատանքային գրաֆիկով աշխատել։ Շատ հնարավոր է նաև ջրհոսների մոտ բացվի առողջության թեման, և նրանք ցանկանան հուլիսի 14-ից հետո ախտորոշվել կամ դիմել պարզապես բժշկի։ Շատ ձկների մոտ, սիրելիներս, բացվում է սիրահարվածությունների ժամանակահատվածը, և սիրելի ձկներ, հուլիսի 14-ից հետո ուրեմն ազատ է այդ ուղին, կարող եք սիրահարվել, ուրեմն կարող եք ձեր ժամանակը շատ լավ անցկացնել, միջոցառումների մասնակցել, ինչու՞ չէ հանգստի մեկնել, և նաև այստեղ ձկների մոտ շատ ակտիվ է երեխաների թեման, հնարավոր է այս նորալուսնի օրերին կամ նրան հաջորդող օրերին շատ ձկների մոտ լինի երեխայի թեման, օրինակ ծնվի ձեր փոքրիկը կամ դուք իմանաք, որ դուք ծնող եք դառնալու։ Դե ինձ սիրելիներս, այսքանը մեր սպասվող նորալուսնի մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ